Իսրայելը Կարմիր խաչի միջոցով 45 պաղեստինցիների մարմիններ է տեղափոխել Գազայի Նասեր հիվանդանոց։ Հարազատ դեմքեր գտնելու հույսով հիվանդանոցի առաջին հարկում հավաքված մարդկանց խոսքով պաղեստինցիների մարմիններն ամբողջովին խեղված են։ Հույսները մի տարբերակիչ նշան գտնելն է։ Եկել են մարմիններ տեղափոխել, ընտանիքներ են եկել, կարողացել են նույնը կանացնել։ Այսօրվա մարմինները հնարավոր չէ ճանաչել։ Դրանք քայքայված ու խեղված են։ Իսրայելի եւ Համասի միջև անցյալ շաբաթ կնքված Գազայի խաղաղության համաձայնագրից հետո անգամ շատ պաղեստինցիներ չգիտեն, իրենց հարազատները մահացած են, ողջ թե դեռ իսրայելական բանտերում։ Եկել եմ ամուսնուս փնտրելու մարմինների մեջ, պատերազմի սկզբից նա անհետ կորած է։ Դիմեցինք Կարմիր խաչին, բայց ասացին, որ Իսրայելի իշխանությունը նրա մասին որևէ տեղեկություն չի տալիս։ Այսօր էլ ասացին, նրա անունը բանտարկյալների ցուցակում էլ չկա։ Իսկ իսրայելական բանտերից ազատ արձակվածների տանը ցնծություն է։ 2 տարի ազատությունից զրկված Հաբեսի մայրը հեռախոսով է ողջունում տղային, անհամբեր սպասում, երբ տուն կհասնի։ Որդուս բանտից ազատ արձակելու լուրը անակնկալ էր, Աստծո ողորմություն էր, թող բոլոր մյուս բանտարկյալներն էլ ազատ արձակվեն։ Թրամփի առաջարկած 20 կետանոց ծրագրի առաջին փուլը գործում է երկուշաբթիից, բայց ընդամենը 2 օր է ինչ բացվել են Գազայի մարդասիրական օգնության ճանապարհները։ Իսրայելը սկզբից հրաժարվել էր բացել անցակետերը, մինչև չստանա բոլոր հրեագերիներին։ Փոխանակումներից հետո արդեն մարդասիրական օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարներ են մտնում Գազա։ Պաղեստինցի լրագրողները սակայն պնդում են, որ մարդասիրական օգնության անվան տակ Գազա վաճառքի ապրանքներ են մտնում, իսկ պատերազմից մազապուրծ մարդիկ փող չունեն։ Մարիամ Ամերջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։